Նախընտրական շրջանում պետական կառույցները ակտիվորեն հեռացրել են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ընդդիմությունն է պնդում։ Գոռը 5 ամիս առաջ աշխատում էր շտապ օգնությունում, որպես բուժակ։ Նախկին ղեկավար Ռուբեն Գրիգորյանի ժամանակ է հեռացվել աշխատանքից, որովհետև իր խոսքով մեր ձևով շարժմանն է աջակցել, ապա ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ընդդիմադիր լինելու համար կրճատեցին իմ հերթապահությունների քանակը 8 հերթապահության փոխարեն արհեստականորեն լարվածություն մցեցին, դարձրեցին 6 հերթապահություն, ինձ հասնում էր պարգևավճարներ, ես բոլոր ձայնագրություններն եմ։ 2 տարի չի ստացել պարգևավճար։ Երբ որ ես մոտենում եմ ենթակայանի վարիչի նավակրոջ, ասում են ինձ պատճառաբանում են, ասում են արժանինքներ չունես, չես ստացել։ Բուժակի 87,000 դրամ աշխատավարձով Արցախից բռնի տեղահանված գոռը գնում էր հիվանդ մոր դեղերը, պահում անչափահաս քրոջը։ Հիմա զրկված է եկամտի աղբյուրից, մոտեցել է շտապ օգնության կենտրոնակայան, նոր ղեկավար Հարություն Հարությունյանից դեմարտեն պահանջելու իրեն ապօրինի աշխատանքից ազատելու դիմումը չեղյալ համարել, սակայն կոպիտ մերժում է ստացել։ Ես նախ իրեն հարցնում եմ, ասում եմ Հարությունյան, ինչի այն ժամանակ ձեր մայրը երբ որ ավագ բուժքույր էր իմ խնդիրները իր հետ չեղավ, ինձ պատճառաբանում է իմ մայրը նախկին է։ Հարությունյանի մոր ղեկավարությամբ նույն ենթակայանում է աշխատել բուժակը, լավ հարաբերություններ են ունեցել, ասում է։ Մենք շտապ օգնության նոր տնօրենից փորձեցինք պարզաբանում ստանալ, արդյոք պնդել է, որ իր մայրը նախկին է։ Ստացանք հետևյալ պատասխանը։ Ինքը այո, շտապ բուժության նախկին աշխատակից է, այդքանը։ Ու սահմանափակվենք։ Իմ մայրը նախկին շտապ բուժության աշխատակից է։ Այո։ Նախկինում իմ մայրը շտապ բուժողությունում աշխատել է։ Գոռը պետական կառույցներում քաղաքական հետապնդման զոհ դարձած միակ քաղաքացին չէ։ Նախընտրական շրջանում նույն պատճառաբանությամբ աշխատանքից հեռացրել են Չարենցավանում բնակվող ԲՀԿ թեկնածուին, պատճառաբանելով Բարգավաճ Հայաստանի ցուցակում որպես պատգամավորի թեկնածու է ընդգրկված։ Բա ինձ հրահանգում են, որ ես ձեզ ազատեմ։ Ճիշտ է, որ ասեմ, ես պատասխանեցի, որ չի կարա լինի, ես ինձանից վտանգ չեմ ներկայացնում, ոչ առաջի համարն եմ, ոչ երրորդ, ոչ հինգերորդ, հա, որ ասենք ոչ էլ առաջի տասնյակում եմ ես, որ ինչ որ ինձանից որևէ վտանգավոր դեր պետք է ներկայացնեի հանրապետության համար, 33-րդ համար, կամ կար կամ չկար այդ համարը։ Պատմությունը նոր չէ, ասում է ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակը։ Նախընտրական շրջանից ի վեր ահազանգերի թիվը աճում է։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները ստիպված են լինում թողնել աշխատանքը, ինչը վկայում է, սա համակարգված եւ ուղղորդված քաղաքականություն է գործող իշխանության կողմից։ Դեպքերը այո կան, դրանք բազմաթիվ են, դրանք եզակի չեն եւ հենց այդ բազմաթիվ լինելը խոսում է այն մասին, որ սա սիստեմատիկ համակարգված եւ ուղղորդված քաղաքականություն է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցողները խնդրին բախվում են նաև ընտրություններից 1 ամիս անց։ Աղավնաձորի դպրոցի հայոց լեզվի միակ ուսուցչին պարտադրում են սեփական ձեռքով ազատման դիմում գրել, որովհետև քարոզարշավի օրերին քաղաքական ելույթ է ունեցել ուժեղ Հայաստանի համար։ Ես իմ հայրենիքի համար ելույթ եմ ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության կողմից, իհարկե ոչ դասերի հաշվին, դասերից դուրս է այդ ելույթը եղել կիրակի օրով։ Ինձ կանչել է ընկեր Թալալյանը, ասել է, որ վարչության պետը իրեն կանչել է եւ ասել է, թե ուսուցիչը շատ լավ ելույթ էր ունենում նրա հանգի, որ զգուշ լինի, չափերի մեջ մնա։ Ընտրություններն ավարտվել են, սակայն քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացվելու մասին ահազանգերը շարունակվում են։ Քաղաքական հետապնդման ենթարկված անձինք վկայում են, համատարած այս երևույթը դարձել է աշխատանք կորցնելու պատճառ։ Մարիաննա Ղահրամանյանը նշեց, աշխատանքից զրկված մարդկանց աջակցում է իրենց փաստաբանական թիմը։ Սերակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան եւ Նոնա Գևորգյան, ABC Media։